Գարունն ամենալավ եղանակն է ճամփորդության համար բոլոր առումներով։ Եվրոպայում ևս գարուն է, ինչը նշանակում է, որ հանգստյան օրերը կարող եք անցկացնել եվրոպական որևէ երկրում, ուտել կրուասան եւ օրինակ խմել անգլիական թեյ։ Այսպիսով Արմլյուրը ներկայացնում է դեպի Եվրոպա տոմսերի արժեքները ըստ ավիաընկերությունների։ Ուղիղ թռիչք դեպի Փարիզ Air France ավիաընկերության ինքնաթիռներով կարժենա մոտ 400 եվրո, գրեթե 170,000 ՀՀ դրամ մեկ անձի համար։ Lufthansa ավիաընկերության ինքնաթիռներով դեպի Բերլին մեկ կանգառով թռիչքի արժեքը կկազմի մոտ 450 եվրո, գրեթե 195,000 դրամ։ Alitalia ավիաընկերության միջոցով դեպի Հռոմ ուղիղ թռիչքով կարող եք հասնել մոտ 370 եվրո վճարելով, այսինքն մոտ 158,000 ՀՀ դրամ վճարելով։ Թերևս ամենաթանկը ձեզ համար կարող է լինել անգլիական թեյը, քանի որ British Airways ավիաընկերությունով Լոնդոն հասնելու միայն մեկ եղանակ կա, մեկ ուղղություն, արժե 500 եվրո, այսինքն մոտ 215,000 դրամ։ Հարկ է նշել, որ գները կարող են փոփոխվել կախված ամրագրման ժամանակից եւ տեղերի առկայությունից։ Նշված արժեքներով սահմանափակվել պետք չէ, անհրաժեշտ է ստուգել նաեւ այլ ավիաընկերությունների առաջարկները լավագույն տարբերակը գտնելու համար։ Օրինակ, որոշ ավիաընկերություններ մարտի 8-ից մեկնարկող կանանց մեկամսյակի շրջանակում առաջարկում են հատուկ զեղչեր կամ ակցիաներ։ Հիշեցնենք, որ թռիչքի արժեքը կախված է բազմաթիվ գործոններից, ուստի խորհուրդ է տրվում համեմատել տարբեր առաջարկներ եւ ամրագրել տոմսերը հնարավորինս շուտ լավագույն առաջարկով ձեռք բերելու համար։